Անուս Հակոբ ազգանց Հարությունյան, ես 9 տարի ընդդիմադիր դաշտում եմ, իմ քաղաքական գործունեությունը եղել է միշտ ակտիվ եւ ես միշտ պատրաստական եմ եղել հանուն իմ հայրենիքիս, հանուն իմ եկեղեցուս, հանուն իմ ազգիս բարեկեցիկ կյանքը իրոք վերադասավորվել ավելի լավ ու հերանեկարային, ես ինքս միշտ աշխատել եմ այդ ուղղությամբ։ Այո, ներկայապահին ես շատ դժգոհ եմ այս իշխանությունից, ես չեմ քննադատում ով է, ինչացու է, որտեղից եկա, իմ համար տարբերություն չի եղել երբևիցե, թե որ ժամանակաշրջանում ինչ իշխանություններ է ղեկավարել։ Պարզապես այս իրավիճակը, այս 8 տարիների ընթացքում մեզ ակնհայտ դարձավ, որ այս իշխանությունը իրոք տապալեց Հայաստանի Հանրապետության ինքնությունը եւ ձեռքերը ավելի երկարացրեց մինչև հայոց եկեղեցի։ Ես որպես քրիստոնյա ներկայացնում եմ այդպես եւ իմ նման հազարավոր մարդիկ նույնպես քրիստոնյա են եւ չեմ էլ կասկածում որ համայն հայությունն է քրիստոնյա եւ բոլորն էլ ինձ թվում է որ այս հարցում իրենք ավելի կոնկրետ ու ավելի սուր նաեւ իմ նման հարցեր կարող էին տալ վարչապետին, թե դուք ոնց կարողացաք որ ձեր ձեռքը երկարացնեիք մինչև հայոց եկեղեցի եւ կաթողիկոս փորձեիք քննադատել եւ ներգրավել այնպիսի հարցադրումներ, որ նրանք այլևս չեն կարող լինել մեր ամենայն հայոց կաթողիկոսը։ Ինչու՞մն է հարցը, ես ուզում եմ հասկանամ, նույնիսկ եթե առաքելական Սուրբ եկեղեցին թույլ է տալիս իրեն բարձրաձայնել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պարզապես իզորու չի եւ չի կարող շարունակել իր քաղաքական գործունեությունը եւ Հայաստանի Հանրապետության ներսում եւ Հայաստանի Հանրապետությանից դուրս եւ բոլոր ինստիտուտները տապալելով, ընդཐུպ մինչեւ հասցնելով դիվանագիտական խորը տապալումը, այնուհետեւ բերել մեզ հայրենիքին, մեր Հայաստանի Հանրապետության պատերազմի եւ այդ պատերազմը այնպիսի սարսափելի հետևանքներ թողեց մեր երկրի ներսում եւ ժողովրդի հոգու խորքում, որ իրոք մենք զգացինք, որ այս պատերազմը ոչ թե պարզապես մենք պարտվեցինք, այլ իրենք այսպես կարող են որակել, որ իրենք դավաճանեցին։ Այո, ինչ-ինչ պայմանավորվածություն ձեռք բերելով իրենք դավաճանեցին մեր ժողովրդին, մեր զինվորներին, մեր անկոդրու զինվորներին, կներեք ասեմ, որ նրանք փառք ու պատվով պայքարեցին մինչև վերջին կատիլը, մինչև վերջին այրուն իրենք նվիրեցին հանուն հայրենիքի, բայց չեն կարծում, որ այս երկրի իշխանությունը կփորձեր այնպիսի քայլի գնալ, որ պարզապես գնային եւ ստորագրեին կապիտուլյացիա։ Մեղադրում են, ես չգիտեմ ինչու են մեղադրում բոլոր երկրներին։ Պարզապես ես մի բան եմ հասկանում։ Նախ առաջերտի պետք է մեր երկրի ղեկավարը այնպիսի հստակ ու անկոդրուն ղեկավար ունենանք, այսպես ասեմ, եւ դիվանագիտորեն հարուստ մտածելակերպ ունեցող եւ գաղափարապես հարուստ մտքեր ունեցող արդացոլվող եւ ինչու՞ չէ նաեւ հզոր կամպյուտեր ուժ ունեցող ազնվորության, որ որևիցե մի պետությանը չփորձեր ներգրավել, թե Ռուսաստանը չկատարեց իր պարտականությունը, ՀԱՊ-ը չի կարող կատարել իր պարտականությունը, Ամերիկան չի անում իր միջամտությունը, Եվրոպան նույնպես, ու այսպես շարունակաբար։ Ասեմ ավելին, ոչ մի երկրի պետության ղեկավար չի կարող երաշխիք կանգնել մեր երկրի պետության ինքնորոշմանը, մեր երկրի պետության սահմաններին, նաև ասել, որ գիտեք ինչ կա, պատերազմ չի լինելու, ոչ, երաշխավորված չէ ոչ մի որևիցե մեկի կողմից։ Իսկ մեր երկրի ղեկավարությունը տեսնում եք, այնուամենայնիվ անում է այն ինքը ինչ ուզում է, չի հաշվի առնում նաև երկրի բնակչության կարծիքը, երկրի այն բնակչության մեծամասնությունը, որ նույնիսկ 21 թվականին ես նորից ապշեցի պատերազմից հետո, այդ դավաճանական պատերազմից հետո, նորից քվե տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Եվ մեր հասարակության մեջ այս պառակտումը հենց իրենք մտցրեցին։ Նախ եւ առաջ երթին այն ժամանակ, երբ որ ինքը ընդդիմադիր падգամավոր էր, անընդհատ կծահարում էր Արցախի ժողովրդին, Արցախի ղեկավարությանը եւ միշտ դիպուկ հարվածում էր այն հարցադրումներով, որ եկան Հայաստան, նույնիսկ այստեղ էր արդեն տարանջադում Արցախ եւ Հայաստան միտքը, այն գաղափարը, որ մենք բոլորս գիտենք, որ Հայաստան-Արցախ դա մի ամբողջ հայրենիք է մեզ համար։ Արցախցիները եկան, արցախցիները մեր հացը կերան, արցախցիները մեզ տապալում են, արցախցիները նրանց պետք է բոլորին վրընդել, նույնիսկ այն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը այդպիսի
ընդդիմադիր կեցվածքով պարզապես ադում էր արցախցիներին։ Իդեպ ասեմ, որ արցախցիներն ավելի հբարտ ու անկոդրում ժողովուրդ են, քան մեր ներքին Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ, որովհետև իրանք գնահատում են եւ արժևորում են իրենց հողն ու ջուրը։ Վերադառնանք այդ օրվան, գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի գալուց առաջ, դեռևս շաբաթ, մի 10 օր առաջ, այսպես ասած, պատրաստում են հատուկ մարդիկ են ընտրում, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ սելֆիներ կանեն, գրկախառնվեն, արդյոք դրանից առաջ ձեզ զգուշացում եղել է, որ չերևակ այդ տարածքում, որտեղ Փաշինյանն է լինելու։ Ես ավելին ասեմ, բոլոր ներկայիս թեկուզ մեր համայնքի ղեկավարությունը, համայնքապետը, համայնքում ներկայացված բոլոր աշխատակիցները, նույնիսկ այն ոլորտի ներկայացուցիչները, նույնիսկ մարզպետարանից, այսպես ասեմ, որ ոմանք նույնիսկ շատ լավ են ճանաչում, որևիցե մեկը չի մոտեցել, չի կարողանալու մոտենալ եւ որևիցե հարցադրում անել։ Իրանք գիտեն իմ կեցվածքը, իրանք գիտեն իմ մտածելակերպը եւ իմ գործողությունները։ Եվ ես որևիցե մեկին չեմ փորձում քննադատել, ես քննադատում եմ, որ մեր երկրում կայացած ծառացած իրավիճակը պարզապես բոլորիս համար ուղղակի աններելի է։ Մենք պետք է վշոտիկի միասնական լինենք, ոտքի կանգնենք եւ այս պահի դրությամբ այսպես կոչված բոլոր ընդդիմադիր դաշտը, այո, այսպես կարող եմ ես ձևակերպել, եթե իրանք այդքան նվիրված են, ես իրաց կողքն եմ կանգնած մինչև վերջ, նվիրված են ու ունեն մի գաղափար, որ պետք է վերջ տանք այս իշխանությանը եւ լինի նոր իշխանություն գաղափարներով հարուստ, նվիրված Հայաստանի Հանրապետության Սուրբ հողու ջրին, եկեղեցուն եւ լինեն այնքան միասնական, որ չտարանջադեն իրենց քարոզարշավների նյութականությունը, մյուս քարոզարշավի նյութականությունները, այսինքն չհամադրեն որևիցե կուսակցության, պարզապես միասնական լինեն, ես դա եմ մաղթում իրենց։ Ձեր հարցերը անսպասելի էին Նիկոլ Փաշինյանին։ Մենք տեսանք, որ հունից դուրս եկավ ձեր տված հարցերից, հատկապես երբ Գարեգին երկրորդի մասին էր խոսքը, երբ դուք նրան հիշեցրեցիք, հղում արեցիք սահմանադրությանը, որ կաթողիկոսը նախարար չէ։ Այո, ես դիպուկ արտահայտվեցի, դե ես գիտեք ինչ ասեմ, ես ինքնուս այսպես կարող եմ վերլուծել մի անգամից իմ մտքեր, ես երբևիցե չեմ պատրաստվում եւ նախապատրաստվում, նույնիսկ եթե ես բարձր ամբիոնոցեր ես ցանկություն ունեմ ելույթ ունենալու, ես երբեք որևիցե բան չեմ ընթերցի եւ որևիցե թուղթ չեմ վերցնի իմ ձեռքում։ Պարզապես հարցադրումները իմ եկեղեցու եւ Համնայն Հայոց կաթողիկոսի հետ կապված մի քիչ հանրության նույնիսկ ասեմ, որ մի քիչ լավ չստացվեց, ավելի հստակ ու հակիրճ ներկայացնել, պարզապես տեսան բոլորը, որ հրմշտված եղավ այնտեղ խոչընդոտ առաջացեցին, մի քիչ հարցադրումներ խեղաթյուրվեցին։ Հիմա նաեւ նորից հստակ ուզում եմ ասեմ, որ ամբողջ Հայաստանի Հանրապետության եւ բոլոր սփյուռքահայ մեր հայրենակիցները լսեն, որ այո, մեր երկրի վարչապետը պարզապես իրավունք չունի կարկադրել, քանի որ սահմանադրության մեջ որևիցե կետ չկա, որ երկրի նախագահը կամ վարչապետը փորձի պարզապես ասել, որ մենք չենք ընտրում մեր երկրի կաթողիկոսին։ Եթե ինքը 3 միլիոն Հայաստանի Հանրապետության երկրի վարչապետ է համարվում, այսպես կոչված, թող ինքը լավ գիտակցի, որ մեր կաթողիկոս վեհապար հայրապետը ներկայացնում է 12 միլիոն մեր հայ ժողովրդի ինքնությունն ու քրիստոնեությունը եւ մեր ազգը միայն պարտավոր է եւ պարտական է պարզապես այսպես ներկայացնեմ, որ մենք այնքան քրիստոնյա ազգ ենք, որ առաջերտի մեր քրիստոնեությունը պետք է մենք բարձր դասենք, հետո նոր մեր pedagogiությունը։ Ասեմ, որ ժամանակների եւ տարիների եւ դարերի ընթացքում մենք չենք ունեցել pedagogiություն։ Այդպես է եղել մեր դարը իրավիճակը հայեր հայերիս համար։ Այդ ժամանակահատվածում եկեղեցին անկոնտրում կանգնած է եղել համայն հայության կողքին եւ եղել է դիվանագետ եւ եղել է քաղաքական գործիչ եւ իր հավատներով եւ իր Աստծո ոգով միշտ ներշնչանք է տվել մեր համայն հայության, որ մենք կարող ենք շարժվել առաջ եւ մեր pedagogiությունը մենք կարողանանք ստեղծել եւս մեկ անգամ եւ հայ ժողովուրդը կշարունակի հավերժ ապրել իր սուրբ երկրում, իր սուրբ հողու ջրի վրա։ Ձեզ համար դժվար չէ ապրել մի քաղաքում, որտեղ քաղաքապետը իշխանամետ է, որտեղ բնակչության մեծ մասը իշխանամետ հայացքներ ունեն, ընդդիմադիրներին լավ տրամադրված չեն, անընդհատ այսպես
Նախ փորձում եմ ներկայացնեմ Անան Ոսկանյանը ինքը իր այությամբ ես վաղուց եմ իրան ճանաչում, այսպես ասեմ, մոտ 20-25 տարի առաջ։ Ինքը ընկերական որպես շրջապատի մարդ ես իրան հարգել եմ։ Պարզապես իմ համար անակնկալ եղավ այն, որ Ոսկանյան Անան, երբ ինքը նույնիսկ անցել է պատերազմի դաշտում, այո, ինքը մարտնչել է 91 թվականից մինչև 94 թվականներ, այո, գեներալ Մանվել Գրիգորյան, նաև Սանինն էր։ Եվ պարզապես ես ապշած եղա, որ հենց Անան Ոսկանյանը վերցրեց այն ուղին, որ պետք էր միանար ԿՊ-ին։ Ես դա իմ համար մինչև այսօր շատ կասկածելի տեղի գտվել։ Պարզապես որպես ինքը մարդ նորից եմ կրկնում։ Ես իրան վաղուց եմ ճանաչել, ինքն էլ ինձ, պարզապես մեր մեջ ներքաղաքական հագադրումներ չի կարող լինել, որովհետև եւ ինքը ճանաչելով եւ ես էլ իրան մեր մեջ չի կարող լինել եւ որևիցե մեկն էլ չի կարող ինձ ասել, թե այսպես կամ այնպես պետք է անենք, չի կարելի կամ կարելի է։ Այսքան բանը անմիջապես որպես Անան Ոսկանյանի հետ կապված։ Ինչով եք զբաղվում Արտիկում։ Տարբեր գործունեության մեջ եմ ես ինքս, նախ եւ որպես այսպեսին եւ որակավորում եմ Իսկ դրանից հետո, այսպես ասած, դուք հարամել եք վարչապետի եւ քաղաքացիների հանդիպումը ճակերտավոր իրենց պատկերացման։ Այո, այդպես է գալիս։ Դրանից հետո արդյոք ձեր նկատմամբ ճնշումներ կամ փորձ են վախեցնել, կամ տեսնել։ Երբևիցե չի եղել, ես նույնիսկ, չգիտեմ, դուք տեղյակ եք, երկրաշարժի օրվա կապակցությամբ ես նույնպես ներգրավված էի այդ հարցազրույցում, այնտեղ նույնպես դեկտեմբերի 7-ին ես իմ ասելիքս ասեցի այս երկրի վարչախմբին, որ եկել էին եկեղեցի եւ պարզապես ոնց ասեմ, ամբողջ ոստիկանական համակարգը շրջապատել էր եկեղեցին։ Ես այդտեղ այո, ես այդ ժամանակ ինքս իմ ցանկությամբ նույնպես գնացի Գյումրի եւ ուզեցի իմ խոսքը բարձրաձայնել համայն հայությանը, որ այսպես շարունակվել չի կարելի, ժողովուրդ ջան, վերջապես պետք է մտովի եւ գաղափարապես ոտքի կանգնենք եւ հասկանանք, թե երկրի վարչապետը ուր է ուզում մեզ տանել։ Ես նորից եմ կրկնում, երկրի վարչապետը նախ ինքը առաջերտին պետք է գնահատի եկեղեցու արժեքները։ Նույնիսկ եթե նորից եմ կրկնում, եկեղեցականները փորձեցին եւ փորձում են շարունակում ասել, որ դուք ճիշտ քաղաքականություն չեք վարում, դուք պետք է պարզապես քաղաքակիրթ գտնվեք որպես վարչապետ, գնայիք եւ խորհրդակցություն կազմակերպեիք, ասեիք, հարգելի եկեղեցականներ, եթե ինչ-որ դրվագ եք նկատել կամ ինչ-որ սխալ եմ ես եղել, եկեք մի հատ նստենք, խոսենք, հասկանանք ինչով կարող ենք օգնել։ Որ նորից ինքը հասկանա, որ եկեղեցին միշտ եղել է պետության կողքին նաև եւ ամեն ինչում աջակցել է։ Կարելի էր նաև այդ կոնսպեկտում նրանք իրար հետ պարզապես նստեն մի սեղան շուրջ եւ այդ հարցերը լուծում տային ավելի քաղաքակիրթ ձևով։ Չէ, ինքը ընտրեց ամենաանբարոյական կեցվածքը, անբարոյական ուղին, որ այսօր ամբողջ եկեղեցականները իրոք հիասթափված են,